Մայիսի 28-ը Հայաստանի տոնացույցում առանձնանում է որպես ազգային միասնության, գոյատևման և պետականության վերածննդի խորհրդանիշ։ 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը։ Սա պատմական մի իրադարձություն էր, որը փոխեց հայ ժողովրդի ճակատագիրը։ Հայ ժողովուրդը ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց կարողացավ միավորվել, ինքնակազմակերպվել, դիմագրավել և վերհաստատել իր գոյության իրավունքը սեփական պետության մեջ։ Դարեր շարունակ, մոտ 600 տարի, ավելի կոնկրետ 543 տարի, մենք զրկված ենք պետականությունից, բայց պետականության գաղափարը մշտապես եղել է մեր գիտակցության մեջ։ Եվ 1918 թվականի մայիսի 28-ին համազգային ուժերի շնորհիվ, գիտեք ինչ, մայիսյան հերոսամարտերը եզրագի են մեր պատմության մեջ, քանզի բոլոր խավերը անխտիր, զինվորականը, հոգևորականը, մտավորականը, շինականը զենք վերցրեցին և մարտնչեցին հանուն հայրենիքի։ Սարդարապատից մինչև Բաշապարան, Ղարաքիլիսա և Սոգյութլու հայ ժողովուրդը մղեց գոյատևման պայքար, հերոսական դիմակայության արդյունքում ձևավորվեց անկախ պետականության Հայաստանի առաջին հանրապետությունը։ Մայիսյան հերոսամարտերի մեջ բնականաբար առանձնանում է Սարդարապատը, Բաշապարանը և Ղարաքիլիսան, բայց ես կկարևորեմ նաև Շիրակի գոյամարտը և Սառնախբյուրի ճակատամարտը Սոգոթու, քանզի այստեղ իրոք հայ ժողովուրդը հավաքական ուժի շնորհիվ։ Տեսեք, մայիսյան հերոսամարտերի խորհուրդը նաև մեր հավաքական ուժի մեջ է։ Առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը 2 տարի, 1920 թվականին խորհրդային բանակը մուտք գործեց Հայաստան և այն վերածվեց խորհրդային հանրապետության, սակայն անկախության գաղափարը երբեք չմարեց։ Ըստ էության ես պետք է ասեմ, որ առաջին հանրապետությունը շատ սխալներ ունեցավ, մասնավորապես արտաքին քաղաքականության ոլորտում։ Տեսեք, մեզ հաճախ հարց են տալիս, հնարավոր էր արդյոք պահպանել առաջին հանրապետությունը։ Պատասխանը միանշանակ ոչ։ Ինչու՞, որովհետև առաջին հանրապետությունը հայտնվել էր դիվանագիտական մեկուսացման մեջ։ Առաջին հանրապետությունը չուներ հուսալի դաշնակիցներ, ու ցավալին որն է բնականաբար, որ ստեղծված պայմաններում Քեմալա բոլշևիկյան, Լենին, Աթաթուրք եւ այլն դաշինքը ըստ էության ուղղված էր մեր դեմ։ Հայաստանի Հանրապետության ստեղծումը 1918 թվականին նվեր չէր, պատահականության արդյունք չէր, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել։ Հայ ժողովուրդը հերոսական պայքարով, թշնամական բազմապատիկ զորքերի դեմ ինքնապաշտպանական մարտերով կարողացավ նվաճել անկախությունը։ Բարգարծով պահպանվել էր պատմական հիշողությունը եւ հաղթեց հիշողությունը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Վարչապետը հուշահամալիրում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. Առաջին հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ։ Իսկ խորհրդային միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել առաջին հանրապետությունը։ 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70-ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Բայց հիմա արդեն երրորդ հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ կամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Այս է պատճառը, որ համոզված եմ, մեր պետության ու մեր ինքնության հարատևությունը ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարենք, ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել և մարսել մի քանի առանցքային իրողություն։ Իրողություն թիվ 1.
մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշներն, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով եւ կամ պետական աջակցությամբ։ Իրողություն թիվ 2 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջոցով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Իրողություն թիվ 3 Վերջին 4.5 դարվա մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ Մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ, սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության եւ պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունը եւ պատմական Հայաստանը հղում են մեզ, եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունը ըմբռնել եւ իրագործում է պատմական այս ուղերձը։ Իրողություն թիվ 4 Արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է։ Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը եւ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների եւ ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը։ Եվ այս հենքի վրա բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելը եւ նրա ստեղծած հնարավորությունները։ Հաջորդիվ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու տեղի ունեցել տոնական քայլեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Ազգային ժողովում արդեն պաշտոնակցին ընդունում է խորհրդանի ղեկավար Ալեն Սիմոնյանը։ Ղրղզական հանրապետության խորհրդարանական պատվիրակության հանդիպումների շարքը պաշտոնական է ու այն մեկնարկում է Ալեն Սիմոնյանի հետ առանձնազրույցով։ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուղուլուն մեր երկրի խորհրդանի ղեկավարին նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա փաստեց, որ տպավորված է Հայաստան կատարած այցով։
Խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցին հաջորդում է արդեն ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցում են նաև բարեկամական խմբի անդամները։ Առանցքում երկկողմ հարաբերություններն են ու տարբեր ձևաչափերով դրանց ընդլայնման հնարավորություններն ու անհրաժեշտությունը։ Ալեն Սիմոնյանը երկկողմ մի շարք ընդհանրությունների կողքին կարևորեց միջխորհրդարանական համագործակցության ու բարեկամական խմբերի ակտիվացումը։ Խոսելով տարածաշրջանային ուղղություններից ազգային ժողովի նախագահն անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին, նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել։ Ղրղստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, ի պատասխան նշեց այդ երկրի խորհրդանի ղեկավարը։ Քննարկման սեղանից անմասն չէին Երևան, Բիշկեք տնտեսական համագործակցության ուղիները։ Այս համատեքստում էլ ազգային ժողովի նախագահը շեշտեց խաղաղության խաչմերուկ նախագծի կարևորությունը։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման շրջանակում երկկողմ փոխգործակցության պայմանավորվածություններն ամրագրվեցին փաստաթղթով։ Խորհրդարանների նախագահները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Ղրղզական Հանրապետության Ժոգորկ ու Քենեշի միջև համագործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է ակտիվացնել հանձնաժողովների բարեկամական խմբերի եւ աշխատակազմերի համագործակցությունը։ Մեր ազգային ժողովի նախագահան խոսեց, որ պետք է ակտիվացնել հումանիտար, մշակութային, բնույթի միջոցառումները, այստեղ մենք ակտիվացնենք ոչ միայն միջխորհրդարանական շփումները, այլ նաև դրանք կմիացնենք երիտասարդական թևը, դրանք կմիացնենք մեր գիտնականներին, որովհետև այն ավանդական կապերը, որ եղել է մեր ժողովուրդների միջև առնվազն խորհրդային միության տարիներին, հիմք են առնվազն նոր որակի հարաբերություններ ստեղծելու համար։ Նշենք, որ բարեկամական խումբը ղրղզական կողմից ղեկավարում է Բաքտիբեկ Սիդիկովը, իսկ հայկական կողմից Ալեքսեյ Սանդիկովը։ Ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում Ղրղզստանի խորհրդանի նախագահը միջազգային ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնման գործում ունեցած ավանդի համար ազգային ժողովի падգամավորին հանձնեց պատվոգիր։ Ինձ համար դա բավականին բարձր գնահատական է, որովհետև այնպես է ստացվել, որ հենց հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերությունները թեև երկկողմ մակարդակով թերևս այդքան ակտիվ չեն, ինչպես մնացած բոլոր հարթակները, բայց մենք շատ հաճախ հանդիպում ենք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հարթակում եւ այնտեղ են քննարկում բազմաթիվ հարցեր։ Բացի դրանից նաեւ դիտորդական առաքելություններով քանիցս եղել ենք Ղրղզական հանրապետությունում եւ այդ դիտորդական առաքելությանը զուգահեռ փորձել ենք նաեւ ամրապնդել միջխորհրդարանական կապերը։ Հանդիպումների ավարտին Ղրղզստանի խորհրդանի նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրանցամատյանում, ապա Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ շրջեց ազգային ժողովի շենքում։ Հայաստան կատարած այցի շրջանակում Ղրղզական հանրապետության պատվիրակությանն ընդունեց վարչապետը Նիկոլ Փաշինյանն, ընդգծեց երկու երկրների եւ ժողովուրդների միջև առկա ամուր հարաբերությունների փաստն ու հավելեց. պետք է հիմնվել դրանց վրա, զարգացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում։ Հանրապետության նախագահի հետ հանդիպմանն էլ ընդգծվեց կառուցողական երկխոսության, միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման եւ խաղաղ կարգավորման մեխանիզմների կիրառման դերը։ Լեզվաբան Մարիամի ու մեղուների սիրո պատմությունը սկսվեց մոտ 6 տարի առաջ Քովիդի օրերին ու ժամանակի հետ ավելի քաղցրանում է։ Հələ մի հատ ասեք ձակուկներ, կարոտել եք ինձ։ Մեղվաբուծությամբ զբաղվել են նաև ծնողները, բայց մի քանի փեթակ են ունեցել ժրաջանների ամբարած քաղցր բարիքներ, տանեցիներով հարազատներով շուրջ տարին վայելել։ Պոլիգլոտ Մարիամը, ինչպես ինքն է ասում, երբ հասկացավ նաև մեղուների լեզուն, ընտանեկան սիրողական գործն իր ձեռքը վերցրեց, տնտեսությունը քայլ-քայլ ընդլայնեց, ապրանքն էլ բրենդավորեց։ Իմ մեղր, որ համտեսողը հենց իրենը համարի։ Այս փոքրիկ հրաշքները դարձել են իմ կյանքի իմաստը։ Ախր որ նայեք իրենք ոնց են աշխատում, առանց տրտնջալու, առավոտից մինչ ուշ երեկո, առանց ընդմիջում խնդրելու, վերջում պարզապես աշխատանքի արդյունքն ենք տեսնում։ Մեղուների աշխատանքը սկսվում է Գարնան հետ Արարատյան դաշտում, հետո շարունակում ավելի բարձրադիր գոտիներում Ձորախբյուր, Հրազդան, Դիլիջան, Երթուղու վերջին հանգրվանը Վարդենիսի սարերն են, որտեղ էլ կատարվում է մեղրաքամը։ Ոսկեգույն բարիք ստեղծող կովկասյան գորշ տեսակի աշխատավորները մեկ մեղվափեթակում 12-ից մինչև 15 կիլոգրամ մեղր են ամբարում։
պահանջարկը ավելի է մեծանում, մի ուրախություն մեզ։ Սկսում ենք ընդլայնել մեր տնտեսությունը եւ փեթակները ավելի շատացնելու ենք։ Մեղվանոցը նոր մեղվափեթակներով ու մեղվաընտանիքներով համալրելու համար Մարիամը կօգտվի պետաջակցությունից, որպեսզի մեր երկրում մեղվաբուծությունն ավելի ընդլայնվի զարգանա, բերքի ծավալն ավելանա, կառավարությունը 2024-ից պիլոտային ծրագիր սկսեց։ Ծախսերի փոխհատուցման բաղադրիչով քաջալերելով մեղվաբույծների նոր ներդրումների գնալ, նոր մեղվաընտանիքներ ներգրավել, շահույթն ավելացնել։ Ծրագրով նախատեսված է մեկ մեղվափեթակի համար առավելագույնը 80,000 դրամ, պետության կողմից փոխհատուցում է իրականացվում 50%-ի չափով 40,000 դրամ, պարտադիր մեղվափեթակները պետք է լինեն նոր, մեղվաընտանիքները պետք է լինեն առողջ։ Մեր երկրում մեղվաբուծության ոլորտի զարգացման ներուժը մեծ է, մեղվաբույծների առաջ բացվող հեռանկարներն էլ գայթակղիչ, Հայաստանի բուսածաղկային գոտիականության բազմազանությունը, ալպիական շտեմարանները հնարավորություն են տալիս բարձրարժեք մեղր ստանալ, որի պահանջարկը մեծ է նաև արտերկրում։ Մեղվաբուծության գրավչություններից է նաև, որ բացի մեղրից հնարավոր է ստանալ նաև այլ թանկարժեք պրոդուկտներ, մայրակատ, ծաղկափոշի, մեղվի թույն։ Հայկական մեղրի համբավն ավելացնելու համար պետությունը աջակցում է նաև, որ մեղվաբույծներն իրենց արտադրանքը միջազգային ցուցահանդեսներով ներկայացնելու ավելի լայն հնարավորություններ ունենան։ Արտահանման գործընթացն էլ լինի անխրթին։ Ունենք որևիցե մի խնդիր, որևիցե մի երկիր մեղր արտանելու ուղղությամբ ճանապարհները բաց են, տնտեսվարողները կարող են սահմանված կարգով դիմել լիազոր մարմնին եւ ստանալ նշված երկիր մեղր արտանելու թույլտվություն։ Կախված տարվա բնակլիմայական պայմաններից արտադրում է շուրջ 3500-ից մինչև 4000 տոննա մեղր։ Բավականին նվազել է հանրապետություն մեղրի ներկրումը եւ դրայից զուգահեռաբար ավելացել է հանրապետությունից մեղրի արտանման ծավալները։ Մեղվաբուծության աջակցության ծրագրով ակնկալվում է, որ մեկ նոր մեղվափեթակից ստացվող բերքի ծավալը զգալի կավելանա, հնարավոր է կրկնապատկվի։ Արտահանման ցուցանիշներն էլ կբարելավվեն։ Ծրագրից օգտվելու նախապայման է, որ թե մեղվափեթակ վաճառողը, թե ձեռքբերողն ունենան իրավաբանական անձի կարգավիճակ, մեկ շահառու կարող է ծրագրով գնել նվազագույնը 10, առավելագույնը 50 մեղվափեթակ։ 100-ից ավել արդեն հայտ ենք ստացել, որոնցից շուրջ 70 տնտեսվարողներ ճանաչվել են որպես շահառուներ։ Այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք 1500 մեղվափեթակ ձեռք բերելու հաստատված հայտ, գործընթացը շարունակական է։ Այս տարի արդեն իմ մեղրի արտադրության ծավալներն ավելացնելով մեղվասեր բանասերը բացի օնլայն վաճառքից նաև սուպերմարկետներում կներկայանա։ Հեռանկարում արտահանման մասին է նաև մտածում։ Գերմանիայում, Դուբայում ցուցահանդեսների է մասնակցել, իրենց բազմածաղկային համտեսողներից դրական արձագանքներ միայն հավաքել։ Խնդիրը մինչև այս քիչ քանակները բերքի, որպիսի արտահանի առաջիկա տարիներին կձգտի, առաջարկը պահանջարկին մոտեցնի։ Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության խթանմանն ուղղված ջանքերին, դրանք էական նշանակություն ունեն տարածաշրջանի բարեկեցության համար, ասված է Ադրբեջանի անկախության օրվա առիթով ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում։ Մարկո Ռուբիոն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Նաեւ աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ճանաչում ենք այդ երկրի աճող նշանակությունը որպես էներգիայի մատակարար եւ տրանսպորտային հանգույց, նշված պետքարտուղարության հաղորդագրության մեջ։ Ռուբիոն հավելել է, ԱՄՆ-Ադրբեջան գործընկերությունը շարունակվում է անվտանգության, էներգետիկ գործակցության եւ տնտեսական ոլորտներում։ Վաշինգտոնը հավատարիմ է Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում մամուլի ազատության պաշտպանությանը, այդ երկրի սահմանադրությանը համապատասխան։ Ակնկալում ենք խորացնել մեր գործակցությունը եւ միասին աշխատել ապահովելու խաղաղ, բարեկեցիկ ապագա Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի համար, ասված է պետքարտուղարի ուղերձում։ Ռուսաստանի տարածքում գիշերը խոցվել է ուկրաինական 296 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալով թիրախում են եղել Բրյանսկի, Բելգորոդի, Վլադիմիրի, Վորոնեժի, Իվանովոյի, Կալուգայի, Կուրսկի, Օրիոլի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի եւ Տուլայի մարզերը։ Հայտնի է, որ Բրյանսկում 3 բնակելի շենք է վնասվել, տուժածներ չկան։ Գիշերը Ռոսավիացիան ամբողջությամբ փակել է Մոսկվայի երկինքը։ Հաղորդվում է, որ Մոսկվայի շրջանում 42 անօդաչու թռչող սարք է խոցվել, վնասվել են բնակելի շենքեր։ Քաղաքի ուղղությամբ էլ ոչնչացվել է 33 ԱԹՍ։ Վոլոդիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում հայտարարել է Ռուսաստանում պետք է զգան Ուկրաինայի դեմ հարձակումների հետևանքները։ Իհարկե չենք կարող հրապարակավ խոսել մեր ծրագրերի կամ հնարավորությունների մասին, բայց հայելային արձագանքելու ենք ռուսական բոլոր սպառնալիքներին եւ մարտահրավերներին, նշել է Ուկրաինայի նախագահը, ընդգծել Ուկրաինայում անօդաչուների, թևավոր հրթիռների եւ այլ տեխնիկայի արտադրության կարեւորությունը։ Օրերս Ռուսաստանը վերջին ամիսների ընթացքում ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի վրա, կիրառելով հարյուրավոր անօդաչուներ եւ հրթիռներ։ Զոհվել եւ վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ։
ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է Ռուսաստանի նախագահին։ Truth Social-ի էջում Դոնալդ Թրամփը գրել է, որ Վլադիմիր Պուտինը կրակի հետ է խաղում։ Նա չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ վաղուց շատ վատ բաներ կպատահեին։ Նկատի ունեմ շատ վատ բաներ, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը չեն նշանակում, որ նա հիասթափվել է։ Գերատեսչության խոսնակը հավատացրել է, ԱՄՆ նախագահը պարզապես ցանկանում է հասնել աշխարհում խաղաղության եւ իր անկեղծ կարծիքն է հայտնում տեղի ունեցածի մասին։ Ռուսաստանը պետք է լուրջ ընդունի այս ամենը։ Մենք լծակներ ունենք, որոնցով կարող ենք ճնշում գործադրել դադարեցնելու կոտորածը, նախազգուշացրել է Թեմի Բրյուսը։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն էլ հայտնել է, որ Վաշինգտոնը ստացել է հակամարտության կարգավորման ուկրաինական պայմանների ցանկը։ Այժմ սպասում ենք նմանատիպ փաստաթղթի Մոսկվայից։ Դրանք ուսումնասիրելուց հետո բանակցությունների եւս մեկ փուլ կանցկացվի, հնարավոր է Ժնևում, հավելել է Քելոգը։ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կհայտարարվի մոտ ապագայում։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավորի հետ, որից հետո Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես է եկել հայտարարությամբ։ Նրա խոսքով Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական էսկալացիան, քաղաքացիական ենթակառուցվածքների, տեղահանված պաղեստինցիների ապաստանների թիրախավորումը զզվելի է։ Եվրոպական հանձնաժողովը միշտ աջակցել է Իսրայելի անվտանգությանը եւ ինքնապաշտպանության իրավունքին, սակայն քաղաքացիական բնակչության դեմ ուժի անհամաչափ կիրառումը չի կարող արդարացվել։ Իսրայելը պետք է անհապաղ վերսկսի հումանիտար աջակցության մատակարարումը, ասված է Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ։ Լայենը Իսրայելի կառավարությանը կոչ է արել անհապաղ վերջ տալ էսկալացիային, իսկ Համասին ազատ արձակել պատանդներին։ Նա մտահոգություն է հայտնել նաև արևմտյան ափին իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Անհամբեր են արձվանիկցիները, տրակտորի աշխատանքին հետևում են առանց դադարի։ Ի վերջո հիմնովին լուծվում է այս գյուղի տասնամյակների խնդիրը, մշտական խմելու ջուր կունենան բոլոր բնակիչները։ Կենարար հեղուկը բնակավայրի տարբեր հատվածներ կմղվի պոմպերով, որոնց աշխատանքը կապահովի 40 կՎտ հզորությամբ արևային կայանը։ Աշխատանքի 60-ից 70% արդեն կատարված է, քանի որ տեղանքի ելնելով ժայռերը շատ է, առավոտ ժամը 8-ից աշխատում ենք մինչև իրիկուն ժամը 8-ը, որպեսզի հասցնենք ժամկետին։ Ուսումնասիրել ենք ջրի հոսքը, կբավարարի, մի բան էլ ավելա լինելու։ 9 կիլոմետրանոց հիմնական ջրագիծ, 30,000 մետրանոց բարակ խողովակաշար։ Ծրագիրն իրականացնում է Կապանի համայնքապետարանը, գումարի մեծ մասն ազդագիր բնակավայրերին տրվող ռոյալթիի մասհանումից է։ Համայնքում մի շարք գյուղեր ազդագիր են թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, թե Կապանի լեռնահարստացման կոմբինատին։ Հետևաբար մարզկենտրոնը երկու ձեռնարկությունների վճարած ռոյալթիից էլ մասհանում է ստանում։ 2024 թվականի համար ռոյալթիի մասհանման տեսակարար կշիռը համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտների մեջ կազմել է 9.7%։ Նշեմ, որ Արծվանիկում Կապան համայնքը ջրագծի երկու ծրագիր է իրականացնում, մեկը համայնքների սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրով, մյուսը մասհանումների ռոյալթիի ծրագրով։ Ռոյալթիի ծրագրով ավելի մեծ ծրագիրն է իրականացվում, որի գումարը կազմում է շուրջ 325 միլիոն դրամ, որից 251 միլիոնը հենց ռոյալթիի մասհանումների գումարն է։ Ռոյալթին բնօգտագործման վճար է, որը տալիս են հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունները։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով այն նման ընկերությունների կատարած հարկային վճարումներից ամենախոշորն է։ Ռոյալթի հաշվարկման հիմքում ընկած է խտանյութի արժեքը, այսինքն այն գումարը, որով վաճառվում է խտանյութը միջազգային շուկայում։ Եվ որքան բարձր է այդ գումարը, այնքան բարձր է պետության մուտքերը։ Վերջի տարիներին նաև մուտքագրվեց ռոյալթի պրոգրեսիվ համակարգ, այսինքն որոշակի մակարդակից հետո տնտեսվարողներ ավելի շատ ռոյալթի են վճարում։ Նպատակը այն է, եթե օրինակ համաշխարհային շուկայում պղնձի մոլիբդենի գները բարձրանում են, կազմակերպությունները սկսեն ավելի շատ հարկ վճարեն։ Այսինքն կա տոկոսից բացի նաև դրված է որոշակի շահութաբերության հիմք։ Հայաստանում հանքարդյունաբերական գործունեությունը հիմնականում կապված է մետաղների արդյունահանման հետ։ Համաշխարհային շուկայում վերջիններից գներից կախված ռոյալթիի վճարները կարող են ավելանալ եւ պակասել, բացատրում է տնտեսագետը։
Վառ օրինակը հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2024 թվականի վճարումներն էր։ Մասնապես 2024 թվականին այս ընկերությունը վճարել է շուրջ 102 միլիարդ դրամի չափով հարկեր, որից մոտ 68 միլիարդը կազմում է այլ հարկեր նկատի ունենք նաև ռոյալթին, հիմնականում ռոյալթին, եւ այս վճարները հաշվարկվել են ելնելով համաշխարհային շուկայի բարձր, մետաղական գներից ելնելով։ Թե հանքարդյունաբերական ընկերության վճարած ռոյալթիներն ինչպես պետք է բաշխվեն, սահմանում է օրենքը։ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների շնորհիվ դրանց 2%-ը հատկացվում է համայնքներին, որի կեսը պարտադիր ազդակիրներին։ Կապանի համայնքապետարանում խոշոր ծրագիր է իրականացվելու նաև 2025 թվականի համար արված ռոյալթիի մասհանումից։ Այս տարվա համար մարզկենտրոնին տրվող գումարը 2024-ի համեմատ գրեթե կրկնակի ավելի է։ 2025 թվականին նախատեսում ենք իրականացնել էլի մեծ եւ կարևոր ծրագիր համայնքի համար, նախատեսվում է կառուցել մեքենասարքավորումների տեխնոպարկ, ծրագրի գումարը կազմում է շուրջ 800 միլիոն դրամ, որից 522 միլիոնը մասհանումների գումարն է կազմում։ Նշեմ, որ համայնքը երբեք սեփական մեքենասարքավորումների տեխնոպարկ չի ունեցել եւ դա համայնքի առաջնահերթ խնդիրներից է համարվում։ Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անայդ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր։ Բարեբախտաբար միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել։ Պարզվել է, որ ժամը 20:57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։ Ժամը 22:55-ին տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ եւ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ու սա վերջին շրջանում տեղի ունեցած նման դեպքերից ընդամենը հերթականն էր, երբ ամենամարդասիրական նպատակով մեկնած մարդկանց դիմավորում են ընդգծված մարդատյատությամբ, բայց խնդիրը բարոյականից զատ ունի նաև քրեաիրավական կողմ։ Սրանք որպես կանոն քրեորեն պատժելի արարքներ են։ Հորդորում, բայց նախ եւ առաջ պահանջում ենք մասնագիտական առաքելությունը կատարող անձանց նկատմամբ լինել առնվազն հարգալից, անհարկի չմիջամտել եւ չխոչընդոտել նրանց պրոֆեսիոնալ գործունեությունը։ Իսկ եթե կասկածներ ունեք, որ նրանք ինչ որ հարցում այնուամենայնիվ թերացել են, ձեռնարկել միայն ու միայն օրինական քաղաքակիրթ միջոցներ, այլապես քրեաիրավական հետևանքներն անխուսափելի են։ Մայիսի լույս 27-ի գիշերը Նոր Քմարաշում ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի պարեկները Թաղամասի 7-րդ փողոցում նկատել են տարօրինակ վարք դրսևորող մի երիտասարդի։ Վերջինս եղել է ձեռնոցներով, դեմքին էլ կանաչ դիմակ։ Իրավապահներին տեսնելուն պես դիմակավոր երիտասարդը փախել է, սակայն պարեկներին հաջողվել է կարճ հետապնդումից հետո բռնել նրան ու ձերբակալել։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնում ձերբակալվածը խուզարկվել է։ Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, հարմարեցված գործիքներ եւ այլն։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։